14-ի 10 14-ի 10 Համազգեստանի անվան պետական հանուն ինչի եք գնում, պարոն Խաչատրյան, մեր համայնքի ապագայի, մեր համայնքի զարգացման, որպեսզի կարողանանք մեր ծրագրերը իրականացնենք մեր համայնքի հետ կապված, թե գյուղական բնակավայրերում, թե քաղաքային։ Քարոզարշավի ընթացքում ինչ արձանագրեցիք, Էջմիածին ինձ սիրում է ձեզ որոշում ունի ձեզ ընտրելու, թե չէ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, դա այսօր երեկոյան քվեարկության արդյունքները ցույց կտան, բայց կարծում եմ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի եւ օրվա վերջում քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո կունենանք հաղթանակ։ Հազանգեր ունեք, ինչ իրավիճակի արդեն գրեթե 1.5 ժամ սստել է ընտրությունների ոչ 2 ժամ։ Ինձ համացանցում տեսա բավական տեսանյութեր, որ դիտորդներն էին արձանագրել պաստառների հետ կապված, կուտակումների հետ կապված, նույնիսկ բաց քվեարկության դեպքեր գրանցվել։ Այս պայդրությամբ այո, կան տեղեկացված է։ Մտավախություն չունեք, որ Գյումրիի սցենարը կլինի այստեղ, կամ մյուս այն համայնքներում, որտեղ ստեղծան ընդդիմադիր տեխնիկումներն անցան, ինչ հետևանքներ ունեցավ այդ ճակատագրի։ Ընդհանրապես մտավախություն չունեմ, բայց այսօրվա իշխանություններից յուրաքանչյուր ստորություն սպասելի է, սպասում ենք։ Մենք այդ հարցնել ենք, այսպես ասած, մեր ծրագրերում հաշվի ենք առել։ Պատրաստ եք կալանավորվել դուք, եթե հանկարծ իրավիճակը։ Նախ ես կալանավորվելի առիթ չկա, բայց եթե պետք է կալանավորվեն, իհարկե ինչի մասին է խոսքը։ Ունեք ինչ-որ քայլ արած, որ մտահոգում եք դրա համար, որ մտածում եք ձեր հետևից կգան իրավապահ 10 տարի հետ գնում են 5 տարի։ Թող հետ գնա, ես աշխատել եմ ակադեմիական միջավայրում, դասավանդել եմ տնտեսագիտական համալսարանում, բնօգտագործման տնտեսագիտական ամբիոնում, թող հետ գնան։ Դե հիշեցնում են մշտապես Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ խոչընդոտել եք, ձեզ սաքուլիկ էին անվանում իշխանությունները, անդադար քննադատեցին ձեր վարքը։ Իշխանությունները գլուխը պատին են տալիս, իշխանությունները իրենց սովոր են իրենց անփառունակ լրատվականների միջոցով մարդկանց փորձեն պիտակավորեն, բայց դա չի ստացվելու։ Այդ տարբեր իգեր, որ փորձում են մեզ կպցնեն, ես ասել եմ, այս ընտրությունը իրենցից լավ սարիկ չկա, եթե իգ, ապա սարիկ։ Պարոն Խաչատրյան, մեկ էլ ինչ արձանագրեցիք, իշխանությունները ինչ օգտագործեցին Արգիշտի Մեխակյանի համար, օրինակ վարչական ռեսուրսները նշում են, բայց ո՞րն էր այդ վարչական ռեսուրսը, ինչ են կիրառել օրինակ մարդկանց։ Եթե մարդկանց աշխատանքից ազատում են այլ քաղաքական հայացք ունենալու համար, արդյոք վարչական ռեսուրս չի, իսկ դեպքերը բազմաթիվ են։ Ամբողջ իշխանական ռեսուրսն օգտագործում են իրենց քարոզարշավների ժամանակ։ Տեսանք իրենց ամփոփիչ քարոզարշավը, բացի վաղարշապատիներից բոլորը կային։ Նույնիսկ մարդիկ էջմիածնեցիները հումորով ասում էին, որ այդ օրը Արգիշտի Մեխակյանն ընտրվեց Թալինի քաղաքապետ։ Ամբողջ իրենց պետական համակարգով, նախարարներով, ՔՊ-ականներով, ֆեյք սարկավագներով, ֆեյք պատարակ մատուցողներով հավաքվել են իրենց ծափահարում էին այն դեպքում, երբ որ այդ հանրահավաքը պետք է լիներ վաղարշապատիների համար, այլ ոչ թե ՔՊ-ականների։ Ում մարդն եք դուք, պարոն Խաչատրյան, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անդադար կպցրեցին ձեզ անուններ, որ դուք նախկին իշխանություններից եք եկել, նախկին իշխանությունն է ձեզ հովանավորում։ Օրինակ նախկին իշխանությունների օրվա այսօրվա ՔՊ-ի տեխնացուից լավ նախկին իշխանությունների հովանավորյալ չի եղել հələ։ Ես ասում եմ, ես երբ որ եղել եմ ուսանող, ինքը եղել է Հայաստանի կադաստրի պետի խորհրդականը, օգնականը, հետո էներգետիկայի բնական պաշարների, ես եղել եմ ասպիրանտ, ինքը, հետո խոսքը նախկին կոռումպացված, այդ կոռումպացված բառն էլ ասելուց մի քիչ այս ջղաձգված էր ասում, էլի, հիմա այդ կոռումպացված իշխանությունների ամենակոռումպացված համակարգի նախագահի օգնականը խոսում է կոռուպցիայից, խոսում է ինչ-որ ինձ նախկին լինելուց կամ ներկա լինելուց։ Այդ իրանց հիմար ներկաներն ու նախկինները այլևս քարոզչական ոչ մի դրական բան իրենց համար չեն տալիս, որովհետև մարդիկ հասկացել են, որ այդ նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ դա ոչ մի տեղ չտանող, դեպի հակառակ ավելի վատ տեղ տանող, մարդկանց հասարակությանը բաժանող մի թեզ է, որ ամեն դեպքում իրենց ուղեղում մի բան որ նստում է տարիներով գնում է, իրենք էլ չեն հասկանում, որ հենց ասում են մարդկանց մոտ արդեն դրանից ավելի շատ հակակրանք առաջանում։ Ասում էջմիածինցիներին լավ բաներ եք խոստացել, պարոն Խաչատրյան, եթե ընտրվեք լավ պաշտոններ եք առաջ։ Էջմիածնեցիներին չէ, Խոյ համայնքի բնակիչներին, գյուղական համայնքի բնակիչներին, եթե ժողովուրդը մեզ վստահության քվե տա, այսօր երեկոյան տեսնենք, թե գյուղական համայնքի բնակիչները, թե էջմիածնեցիները կտեսնեն, թե իրականում ոնց է պետք աշխատել հանուն համայնքի։